Ինչ հիմքերով եք բողոքը ներկայացրել, որն է, հա, ակտուալներ։ Ասեմ, որ ընդհանրապես հաճախ որ բողոքները բերում ենք, մի կետով, երկու կետով ինչ որ խնդիրներ ենք տեսնում, ուրեմն այս դատավճիռը, որը որ կայացվել է, ոտից գլուխ ապօրինություն է, եւ այդ խնդիրները այնպիսի խնդիրներ են, որ նույնիսկ առանց ապացույցների գնահատման պետք է արդարացում տեղի ունենար եւ վերաքննիչ դատարանն այլ հնար չունի օրենքի իմաստով կամ բեկանելու դատական ակտը։ Իհարկե մենք հասկանում ենք այս գործով ինչ է տեղի ունենում եւ իրավական գործընթացները կարող է հանկարծ այն հունով չեթան ոնց որ պետք են, բայց օրինակ ընդդատության կանոնի խախտումը, որ դատարանը Գյումրի Շիրակի մարզի ընդհանուր ավարժության դատարանի ենթակագործը քննել է Երևան քաղաքում։ Սա տեխնիկական է համարվում։ Սա բացարձակ տեխնիկական չի, այնքան տեխնիկական չի, որ քրեական դատավարության օրենսգրքում մի քանի հիմք կա, որոնց դեպքում պարտադիր բեկանման ենթակա է, օրենքում, որ օրինակ եթե մնացածը գնահատման ենթակա են, սա գնահատման չի, այս փաստը կա, վերաքննիչը պարտավոր է բեկանի, այսինքն այդ աստիճանի կարևորություն ունի։ Վերաքննիչի կազմի մասով ինչ կարծիք ունեք, ինչ կազմի մասով Վասիլ Մելքոնյանը չէ։ Եկեք այս պայն մենք դրա մասին կազմի մասով բան չասենք, որովհետև հաջորդ նիստերին մենք կոնկրետ կունենանք ասելիքներ եւ դուք կլսեք։ Դատախազությունը եւս բողոքարկել եք, թե՞ չէ։ Բողոքարկել է։ Ինչ է ուզում դատախազությունը։ Ասում են, որ 2 տարին քիչ է, 2.5 տարի է պետք, այստեղ ձեզ ուզում եմ ուշադրություն հրավիրեմ, որ օրենքը ասում է, այս հիմքով կարող է բեկանվել դատական ակտը, եթե ակնհայտ անարդար է։ Այսինքն 2 տարի թե 2.6, այսինքն 2 տարի 6 ամիս դատախազության կարծիքով 2 տարին ակտային անարդար է, ակնհայտ եւ պետք է 2 տարի 6 ամիս լիներ։ Ակնհայտ է, չէ՞ որ այստեղ աբսուրդ է, իրավաբանություն գոյություն չուներ։ Ասացին, թե ասում եք դատարանի կազմի մասին խոսենք, բայց չենք կարող չնկատել, որ կազմի դատավորներից մեկը Վաչե Մարգարյանն է, որը նախկինում հայտնի գործերով կալանքի որոշմամբ, այ իր մասով դուք այս պահին ինչ եւ տեղեկություններ կան, որ նա ցանկանում է դառնալ դատարանի նախագահ։ Եթե չեմ սխալվում, արդեն դարձել է։ Դարձել է։ Հա, սա առաջինը։ Ես որ ասում կազմի մասին չխոսենք, ասածս նրանում է, որ ոչ թե ընդհանրապես չխոսենք, կազմի մասին պարտադիր խոսելու ենք եւ դատավարական ընթացակարգով ենք խոսելու, ուղղակի այս պայն նպատակարար չեմ գտնում ավելին ասելու, կոնկրետ մարտավարական մենք հայլեր ունենք եւ կոնկրետ դատական նիստը սկսելուց հետո այդ մասով մեր իրավական դիրքորոշումը կասենք։ Ստեղծազանի երբ է տեղափոխվելու բժշկական։ Նախնական տեղեկությունները վաղը։ Վաղը վիրահատություն կանեն, թե հետազոտություն։ Դե բժշկական մասը, թե բժիշկները ոնց կորոշեն, դա արդեն բժիշկները։ Այո։ Պարոն Սարգսյան, դուք որ ասում եք ընդդատություն նկատենք առաջի ատյանից սկսած, ճիշտ է։ Հա, դատարանը յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ իր գործը քննի այն դատարանը, որը օրենքով հիմա ձեր հարցին կներեք պատասխանեմ այդ խախտումների մասով մի հատ էլ կարևոր բան ասեմ։ Ուրեմն դատական ակտը կայացվել է այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք դատարանում չեն հետազոտվել։ Սա ես ձեզ ասում եմ ամենաակնհայտ ակնառու ծագող բաները։ Այսինքն եթե ապացույց կա, որ դատարանում չի հետազոտվել, դրա հիման վրա դատական ակտ ցանկացած տեսակի չի կարող կայացվել։ Հետևաբար վերաքննիչի համար սա եւս ակնհայտ եւ պարտադիր պայման է, որպեսզի բեկանի դատական ակտ ուղղակի նոր քննության։ Ես հիմա ուղղակի մարտավարական նորից չեմ ուզում ամբողջ ծավալը բացեմ, բայց նորից դատավճռում գրված են ապացույցներ, որոնց հիման վրա մեղավոր է ճանաչվել։ Այդ ապացույցներից ոմանք դատանում չեն հետազոտվել։ Իսկ եթե դուք հիշում Չէ, անփութություն է, չգիտենալ է, շտապեցողություն է, որը օրենք ունեցել են։ Այսինքն իրենք խնդիր ունեին դատական ակտ կայացնելու, կայացել են։ Օրինականություն իրենց համար այդքան էլ կարևոր չէ եւ հույս ունեն, որ մենք չենք նկատի։ Անկեղծ ասած մենք նկատել ենք, այդ մասին բողոքում նշել ենք եւ մեծ հարց է, թե ոնց են փորձելու դա շրջանցեն, որովհետեւ դրա շրջանցման հնարավորություն չկա, բացի ավելի մեծ ապօրինություն։ Պարոն Սարգսյան, Արմինե Մելիքսեյցյանին այդ դատական նիստերի ընթացքում դուք բարձրացրեք եք, հա, ոչ օրինական, այսպես որոշումների մասին, դրա հետ կապված ինչ-որ մարմնի դիմել եք նախարարությանը, չգիտեմ, հանձնաժողովին, որպեսզի կարգապահական բարիքացվի։ Մենք կոնկրետ վերաքննիչ բողոք ենք ներկայացել, սպասում ենք ընթացակարգային տեսնենք թե ոնց է լինելու, որովհետև մենք չենք կարծում, որ Արմինե Մելիքսեյցյանով ավարտվելու է սա, որովհետև մենք տեսնում ենք, թե սրբազանի հետ կապված եւ այս գործի հետ կապված ինչ է տեղի ունենում։ Հետևաբար այդ փաթեթը ընդհանուր առմամբ մենք ավելի խորությամբ ներկայացնենք հավանաբար ավելի մեծ շրջանակով եւ ավելի մեծ ծախսով։ Եվ պարոն Սարգսյան, պահպան պայմանների վերաբերյալ գիտենք, որ 3 սրբազաններ մի խցում են շուկա, ինչպես է, նեղվածք չէ, չգիտեմ ինչ խնդիրներ։ Դե այդ առումով չեմ կարծում, որ նեղվածք կա, մարդկային առումով երևի թե ավելի լավ է, որ իրար հետ են։
այսինքն կարծում եմ, որ իրենք շփման ավելի հիմնական գծեր ունեն եւ հնարավորություններ, այլ հարցը թե ինչ են այդպես անում եւ դրանից հետո արածը ինչ կերպ են փորձում ապօրինի եղանակներով ի վնաս օգտագործել, այստեղ ա որ կա քննարկման առարկա, բայց հիմա այս բանը այս գործով դրա քննարկման կարիքի չկա։ Պարոն ինչքան գնահատեք վերաքննիչի օբյեկտիվությունը հետագայում, ակնկալիքը ձեր որն է, հատկապես Վաչե Մարգարյանի մասին։ Հիմա նորից պետք է կազմի մասով շանսեր կան ձեր կարծիքով արդարացնել։ Ես կարծում եմ, որ այս գործով դատավորների վրա միանշանակ նույն ճնշումը լինելու է եւ կա կամ եթե ճնշումը չկա էլ իրենք արդեն գիտեն թե ինչ է իրենցից ակնկալվում։ Սա առաջինը, որ կարծում եմ, որ այս խնդիրը կա։ Կազմում կա դատավորներ, որոնց մասով ես այս պահին դեռևս չեմ արտահայտվի, բայց նորից գրավոր առումով մենք մեր դիրքորոշումները կներկայացնենք եւ մենք չենք կարծում, որ թեկուզ կազմել է պատահական ձևավորվել, ավելին մենք ուղղակի մեր հույսը ինչու՞մ է, մեր հույսը իրավաբանությունն է եւ այն փաստերը, որոնք որ այնքան ուժեղ են, որովհետեւ այն ինչ որ հրապարակային տեղի է ունենալու, դրա շրջանցման եղանակը ուղղակի չունի վերաքննիչը։ Եթե իրենք որոշելու են կրկին ակնհայտ ապօրինի դատականակ կայացնել, դրա դեմը ոչինչ չեն կարող անել, որովհետեւ որոշում կայացնողը իրենք են, կնիքն ու ստորագրությունը իրենք են դնում, այսինքն այստեղ չեն կարող այլ մեթոդ կիրառել, քան իրավական գործընթացները, բայց կա գործ, որտեղ դու ներկայացնում ես փաստեր, որոնք որ տարբեր իրավաբաններ կարող են տարբեր կերպ գնահատել, իսկ այս գործով մենք ներկայացնում ենք փաստեր, որ անհնար այլ կերպ գնահատել, դրանք մաթեմատիկական ճշգրտություն են իրավաբանության մեջ։ Դրա մեջ մտնում է այն, որ մարդը ընդհանրապես տեսակետ է հայտնել, այսինքն գործողություններ իշխանության զավթման հետ կապված դատախազությունը ի վերջո առաջին ատյանում բերեց, ներկայացրեց դատարան։ Եթե հիշում եք, ամբողջ դատականության ընթացքում առաջայացանում խնդրում, աղաչում էինք, ասում էինք ընկերներ, կասեք այդ կոչը ի վերջո ո՞րն էր։ Մեզ ճառում էլ դրան անդրադարձանք, խոստանում էին, ասում են հիմա չենք ասում, բայց բոլորիդ խոստանում ենք, որ մենք չենք խուսափում, հիմա էլ շեշտում ենք, որ չենք խուսափում, կտեսեք, որ կանդրադառնան։ Ճառերում, եզրափակիչ ելույթներում կանդրադառնան։ Տեսանք, որ չանդրադարձան։ Մենք ֆիքսեցինք, որ դու հիմա էլ չանդրադարձաք, այսինքն իրենք չգիտեն այդ կոչը որն է, բայց կոչի համար դատապարտում են անձին, այսինքն անձը պատմել է մի բան, որ տեղի է ունեցել նախկինում, այդ նախկինում իր արածը իրենք համարել են հանցագործություն չի, հիմա ինքը պատմում է, որ նախկինում ինչ որ բան արել, որը դուք համարել եք հանցագործություն չի, ասում են կոչը։ Սա նման աբսուրդ բան մենակ կարող է այսօրվա իրավական այս իրավիճակներում լինի, որը որ Հայաստանում տեղի է ունենում։ Բայց ընդհատությունը ինչու են փոխել ձեր կարծիքով, ինչ տարբերություն Շիրակի մարզում քննվել գործը թե Երևանում։ Իմ կարծիքով իրենք ակնհայտ կաշկանդված են Շիրակի մարզում, հաշվի առնելով Սրբազանի մարդկային եւ բարոյական այդ հեղինակությունը, որը որ կար եւ Շիրակի մարզում, կարծում եմ իրենք դժվարություններ ավելի կունենային դատավորների մասով, բնակչության մասով, այստեղ իրենք փորձեցին ավելի հեռու միտեղ իրենց նախընտրած դատավորի միջոցով, կամ գուցե հատուկ գիտեին Արմինե Մելիքսեթյանի հետ ինչպես աշխատեն։ Էդգար Մանասյանն էր այդ դեպքում։ Ոնց որ թե Արմավիրից է։ Միանշանակ ոչ թե հնարավոր է, պարտադիր է, այսինքն դու պետք է բեկանվի այդ հիմքով գործ ուղարկի Շիրակի մարզի ընդհանուր ավարտության դատարան 0-ից նոր քննություն։ Կարգն է դա։ Մենք ուզենք պետք այդպես։ Չէ, ԿԿ-ն սկզբունքային չէ։ Պետք է այդպես լինի, եթե օրենքի սահման։ Եթե իրենք օրենքով գործեն, այդպես պետք է լինի, որովհետև ի սկզբանե այդպես պետք է լիներ։ Խախտումը թույլ են տվել։ Դուք ուզում եք, որ վերաքննիչը բեկանի առաջին ատյանի որոշումը եւ գործ ուղարկի Շիրակի մարզի։ Մենք բազմաթիվ հանգամանքներ ենք բարձրացրել։ Խախտումները դատավարական, ապօրինությունները, որոնք որ բոլոր արդարացման հիմք են, մենք բարձրացել ենք ապահովների անթույլատրելիության հարց, որ բոլոր ապահովները անխտիր անթույլատրելի են, որ ապացույցներն ընդհանրապես գոյություն չունեն, որ Միքայել Սրբազանը ընդհանրապես հանցանք չի կատարել։ Այսինքն ամեն ինչը մանրակրկիտ 103 թերթից բաղկացած բողոք է, որի մեջ մանրամասն այդ ամեն ինչը շարադրած է։ Հիմա դրանք պետք է այստեղ քննության առարկա դառնան։ Հնարավոր համարում եք, որ հաջորդի Եթե այստեղ բեկանեց, պարտադիր է։ Եթե չբեկանեց այդ հիմքով, նորից իրենք կշարունակեն իրենց ձևը։ Դե այս մենք նույնա որ ասենք դատանի ինչ անելու, հիմա մենք չգիտենք ինչ կանեն։ Հույս ունենք, որ այս խախտումը իրենք չեն կարող աշխատել, որովհետև դա հնարավորություն իրավական չկա։ Եթե օրինակի համար մարդը մի բան արել է, ասում է քո գործողությունը այս հանցանքն է կամ այն հանցանքն է գնահատում են, այստեղ գնահատման բան չկա։ Սա մաթեմատիկայի իրավաբանության մեջ։